Գիտեք ոնց է, մի մեքենաներն էլ իհարկե փչացավ, արդեն պիտանի չէր, բայց ճիշտ ասած ինձ ավելի շատ տանջեց հաճախորդներիս շորերը։ Ու երևի որ ոչ մեկ ոչ մի բան չասավ, այդ ավելի ծանր նստեց վրես, որ մարդիկ դրության մեջ մտան, մեկ էլ ասում, մենք չէինք էլ զանգում, չէինք էլ հետաքրքրում, ասում ենք կարող հանկարծ շորիդ համար էս հարցը, շորի համար։ Էդ էր, դե ծանր էր, իհարկե ծանր էր, 48 ժամ իմ արհեստանոցը ջրի մեջ ա եղել, մեքենաների համար նոր մատորներ առա, էլի չաշխատեց, ստիպված նորն առա, շնորհակալ եմ Կարմիր խաչին, միակ օգնությունն է տա եղել, էդ էլ բոլորին ա տվել, ցախանոցի, կրկնում եմ, ցախանոցի փող, թե չէ չեն տվել ուրիշ ոչ մի օգնություն, մեքենաները վերցրել եմ փողբանկից, միատնել եմ գնել, վերանորոգման համար էլ մյուս տարի կվերցնեմ, որ չորանա լավ, չի չորանում։ Այսինքն պատերը Չի չորանում, լավ ձեռք դուր։ Եթե պատին մոտ շոր ալնեմ, կատակենանում ասում են ոնց որ 800-ի վրա մզած լվացք ունենաս։ Այդ ձև խոնավ ալնում։ Անցյալ տարի ամբողջ ամռանը բարոտները չի փակվել։ Բացօթյա մնացել է որոտ խաղա, եթե չչորացե չգիտեմ, իսկ այդ խոնավադիմացկուն այդ մատերիալների համար էլ ես մի ամբողջ տարի պետք է աշխատեմ, որ այդ ամբողջ վերանորոգումն անեմ, որը անիմաստ է, այն մեր տանը կնստեմ խելոք կմնա։ 3 հատ գարաժ այս արհեստանոցն ու մի հատ էլ արդեն իսկական պատվալ ունեի, այդ 3-ի համար մենակ մի գումար տվեցին, ասեցին ընտանիքին մի հատ է հասնում, 200,000։ Որը մեքենան առաս ինչ երկորում պետք է ծախսեմ գնա։ Այն ժամանակ էլ չի ակնկալում, պրոստ այն վաղ դեռ տակ հումոր էի անում, ասում էի, մեկ արի մեքենա տվեք, էս տվեք, այն տվեք, հետո տեսա այ մարդ։ Ասել հին ասացվածքին եղունգ ունես գլուխդ քորի։